Բարև Բագրատ։ Ողջույն։ Մեր հերոստատիտողներին հենց առաջին րոպեից խնդրենք, որ բաժանորդագրվեն մեր ալիքին եւ անպայման տարածեն այս տեսանյութը, լայքեն եւ կոմենտներ գրեն։ Մենք ընդ որում կոմենտներին ուշադրություն ենք դարձնում, համարյա բոլոր կոմենտները կարդում ենք եւ եթե արժանի ինչ-որ հարցեր են լինում, որոնք տենց հարցեր կարելի է անդրադառնալ, պատասխանել, մենք անդրադառնում ենք այդ կոմենտներին։ Ես կարծես չեմ նկատել այնպիսի կոմենտ, որ կարելի է պատասխանել մարդուն։ Հա, հարցեր չեն, մեծամասամբ խրախուսում եմ, շատ ոգևորող է, դե իհարկե կան որոշակի ռեպլիկներ, բայց մենք կարծում եմ հենց ուղիղ այդ ամեն ինչին պատասխանում ենք տարբեր թողարկումների ընթացքում, հենց որ հստակ այդ բայց եթե ավելի կոնկրետ հարցեր կան, կարանք անդրադառնալ։ Եվ նկատեցիր, որ անցնելով մեր թեմաներին այսօրվա, նկատեցիր, որ վարչապետի թմբուկ նվագելը վարակիչ էր պետությունների ղեկավարների շրջանում եւ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարների վարչապետի եւ նախագահ անպատասխանաբար թմբուկներ էին նվագում, բայց գնահատել ես ընդհանրապես իրենց հմտությունները ու համեմատած վարչապետի հետ։ Ես տենց դժվար կարողանամ դա գնահատել մասնագիտական առումով, բայց ես կարող եմ ասել, հարցը կարծում եմ այտենց այդ երաշտական սկիլերը չեն, էլի հմտությունները չեն, ինչքան որ ամսի 30-ին, եթե չեմ սխալվում, վարչապետը հրավիրել է դիսկոյի երիտասարդների, որտեղ իրենք նվագելու են, երիտասարդները պարեն։ Կարծում եմ դրանից ավելի բարձր հմտություն եւ սկիլ տենց բան կազմակերպելու համար Իսկ պատասխանատվություն վերցնել, որ եկեք ես կնվագեմ, դուք տենց իրոք ասում են չլսված իրադարձություն, ես ուղղակի կարող նաև արձանագրենք, որ վարչապետը բավական հմտացել է այդ գործում ու ոչ միայն մի երգ կարող է նվագել, այլ դե Instagram-ով կարող ենք դա արդեն փաստել, որ Eminem-ի 8-րդ mile-ն էր ոնց որ թե եթե չեմ սխալվում, ինչ որ մի երգ էլ կար, որին որ Jackson-ի եթե չեմ սխալվում, ընկերակցում էր, մի խոսքով երկու վիդեո։ Կամ չեմ հասկացել, որ դա է։ Հա, երկու երգ կար, որ ինքը թմբուկներով նվագակցում էր, բայց ես զարմացած եմ, որ մեր ընդդիմությունը օրինակ Կորեայի եւ Ճապոնիայի այդ ղեկավարների թմբուկյան session-ը չեն բաց են թողել, հա։ Չէ, ոչ թե բաց են թողել, չեն ասել, որ այս Կարեն Կարապետյանից են պլեջարել, բայց չէի զարմանա, որ ասեին, մենք այն ժամանակ արեցինք, բայց չկան ինչ որ մեր ընդդիմությունը զգացել ես, որ ուղղակի չկա։ Մեր ընդդիմությունը ոչ միայն այդտեղ չկա, մեր ընդդիմությունը միջև էլ չի եղել, չէ, նկատի ունեմ, մեր ընդդիմությունը չկա նաև իր առաջ քաշած օրակարգերում, մասնավորապես Ղարաբաղի թեմատիկայում, երբ առավոտից երեկո թմկարում են Արցախ, Արցախի վերադարձ, Արցախ վերադարձ եւ այլն, Արցախի մշակութային ժառանգություն չէ, իրանց հիմնական խոսույթների մեջ է, հիմնական թեմանն է, նարատիվներն է, բայց իրենք չկային, օրինակ 3 տեղ ունեցած միջոցառմանը, որտեղ համալիրում տեղ ունեցավ միջոցառում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հետ կապված եւ անգամ երկիչ լոկան Ղարաբաղցի տեսանյութ էր հրապարակել եւ վրթովում էր մարզին հայտարարել որ վրթովմունքներ իր արտահայտել չէ դե առասարակ դե նախ երամշակութային կամ առասարակ էլ ինչ որ այնտեղ որտեղ որ դժվար է իրանց չեմ ուզում ասեմ կեղծորակարգը, բայց դե կեղծորակարգը էլի, որտեղ որ հնարավոր չէ այդ կեղծորակարգը առաջ տանել, իրանք նախընտրում են չգնան ուղղակի, քանց թե գնան եւ ներկա գտնվեն, բայց դրանից զատ ես մի հատ ուրիշ կարևոր բան ենք մենք բաց թողել, քանի որ մեր նախորդ թողարկումը մենք ձայնագրեցինք այն ժամանակ, երբ որ փաստորեն մենք մի քիչ իզոլացված էինք, տեղյակ չէինք, որ մեր 4 պահող անձանցից վերադարձել են Հայաստան, ինչ առումով եւ երբ մենք մտնում ենք ստեղ ինչ-որ ոդկաստ նկարում, դուրս ենք գալիս ինչ-որ լավ մեծամասամբ բոլոր լավն են եղել։ Հա, հրապարակվել էր, դե ամենաառաջին անգամ հրապարակվել էին բանակցային փաստաթղթերը, դե մեր համար մեծ հաշվով տենց ինչ-որ լավ կամ վատ չէր, բայց ընդդիմության համար վատ էր, փաստացի։ Մեր համար լավ էր։ Որոշակի առումով, բայց
պահվող անձանց վերադարձի հետ կապված ես տենց բայց արի կներես մի հատ նախորդ թեման ուզում եմ փակեմ բան էի պատրաստել որ մարդիկ իմանան ինչ է եղել էլի որովհետև Ղարաբաղի մշակույթի բազմազան մշակութային կենտրոնի դրսևորումները ձեռագործ եւ այլ ցուցահանդեսներ տեղի ունեցել մարզամայրգային համալիրում այնտեղ նաեւ ցուցահանդես վաճառք պետք է տեղի ունենար եւ տեղի է ունեցել նաեւ մանրամասն տեղի այո եւ ժամը 18-ից 20-ին արդեն մեծ համերգ պետք է համերգի տեղի ունեցել այնտեղ ուղղակի ընդդիմությունը բացակա է եղել ոնց որ նկատեցինք շատ տեղերից այդ թվում ազգային ժողովից բացակայում են Եվ այն մեր ընկերներն են մամուլի ներկայացուցիչները ընդհանրապես երկիր մեդիայից, Օրագիր Նյուզից եւ ABC մեդիայից էին ներկա։ Այնպես չեմ ներկայացնում, որ ես ներկա եմ եղել կամ Civic-ը ներկա է եղել, բայց առավոտից երեկո թմկահարել Արցախ, Արցախի վերադարձ, Արցախի մշակութային ժառանգություն եւ երբ այդ թեմատիկայով միջոցառում է կազմակերպվում Մարզամերգային համալիրում ու ընդդիմությունը բացակա է ու ընդդիմադիր լրատվամիջոցները բացակայում են այսինքն ինչ պետքա Բագրատը անգլի ուլիցներով բան անի երթանի կամ Սամվել Կարապետյանը ասի բա տենց դուք գնաք այդ բարբաջանքները բանանեք որ անպայման հեռարձակվի դե Այսինքն տեղեցել էին էլի արձանագրենք ուղղակի որ այդ մարդիկ ոչ թե ինչ որ գաղափարական բաների հետևից են գնում այլ փողի քաղաքական շահարկումների եւ որտեղ որ կա քաղաքական շահ գային ինչ անեին մեծ հաշվով էլի եթե գային իսկ Արցախի թեման ընդհանրապես քաղաքական շահարկում է իրենց համար որտեղ հնարավոր է դա քաղաքականացնել ու դիվիդենդներ հավաքել կան այնտեղ որտեղ չէ բացակայում են Դե կարծում եմ դա գաղտնիք Այդ թվում է գեյների հարցը իրենց համար շահարկման ուղղակի առարկա է գեյները չեն գալիս կամ պահվում են դեռ չեն հնարավոր չի լինում իրենց ազատ արձակել դա քաղաքական շահարկման առարկա է առավոտից երեկո այդ մասին են խոսում բայց երբ որ մարդիկ ազատվում են դա նա քննադատում են որ դա ում ընտրությունների համատեքստում է ընտրությունների համատեքստում ինչի հենց հիմա ինչի 4 հոգի ինչի 2-ի դիմաց ինձ ամենաշատը զայրացրեց այդ որոշ տենց բաներ կային վերնագրեր կային անարժանապատիվ գործարք թե sense ինչ որ մի բան անարժանապատիվ գործարք անհամաչափ գործարք ընդ որում բարձաբանվեց որ երկու բանտարկյալների սիրիացի բանտարկյալների գնացել են Սիրիա տեղափոխվել են Սիրիա ոչ թե փոխանակում չի եղել այսինքն եւ նրանց բաց թողնելը կապված չի եղել այդ 4 գեյների վերադարձի հետ, բայց եթե միտեղ մի բանով գցենք, որ ենթադրենք կապված է, ի՞նչ է նշանակում անհամաչափ գործակ, լավ չեք։ Դե դրա համար իրանց համար ինչ որ դե հա քանի որ դա իրանց համար Որ մեկի կարծնագրենք էլի ովքեր էին այդ անհամաչափ կամ անբարո գործարք որակոներ, անբարո գործարք որակել էր Սաթիկ Սեյրանյանի թերթոնը եւ իր գլխավորությամբ։ Իսկ անհամաչափ գործարքը Սիրանուշ Սահակյանը իրավապաշտպան, որ իբր զբաղվում էր գեյների հարցերով կամ չգիտեմ ինչ տենց ինչ որ թեմայով էր Արման Թաթոյանի հետ անընդհատ այդ թեմայի տիկայով էին ու Կորան մի ինչ որ բայից Կորան հիմա չի միացել թևերին չգիտեմ շատ չեմ հետաքրքրվում դրանցով բայց բան էլ որ ի՞նչ է նշանակում անհամաչափ գործ ասում ավելի այդ երկուսի դիմաց կարելի ավելի շատ գեյներ ազատ արձակել քան 4-ն էին ու գիտես որն է բայց ասում են Հայաստանը բաց թողեց դիվեր բաների վարձու մարդասպանների ըստ էության վարձկանների իսկ Հայաստանը ուղակի ռազմագերիների եւ քաղաքացիական հա անձանց բայց եթե տենց նայենք մտնենք իրենց օրակարգի մեջ իրանց թեմայի ենթադրենք տենց փոխանակում ա եղել ու մեկը եղել է վարձկան մեկը քաղաքացիական չէ մարդիկ Շուշիում գերվարվել են որոնք պատերազմից հետո էլի շատ բայց Ադրբեջանի աչքերով Ադրբեջանը այդ մարդկանց դատապարտել է 20 եւ ավելի տարի ազատազրկման եւ ռազմական հանցագործությունների տարբեր ծանր հանցագործությունների համար այսինքն ինքն է կարողացել դու էլ ես այտենց մի գործ շին է այդ մարդկանց վրա այսինքն իրենց կողմից էլ իրանք էին հանցագործ դիտվում էլի հիմա մենք պետքա բան անենք էլի պատկերացնում ենք Ադրբեջանի ինչ որ բանակցությունների մեջ ու իրանք ասում են չէ դու այդ մարդկանց երկուսին բաց թող օրինակ եմ ասում էլի խորանանք դիմության նարատիվների մեջ այդ երկուսին բաց թող մենք ասենք չէ ոնց թե սրանք
բան են, վարձկան են, մերոնք քաղաքացիական ինքն էլ ասի չէ, դրանք քոնով մարտիկ են հանցագործ։ Հիմա ինչ պետք է նստենք բանը բազարի մեջ մտնենք, որ հանցագործ են թե հանցագործ չեն, ու այդ մարտիկ է շարունակեն տարիներով մնալ Ադրբեջանի բանտերում։ Պետք է տենց արվի, որ ասեն արժանապատիվ։ Ամեն ինչ պետք է լինի արժանապատիվ։ Հա, ու այդ արժանապատիվի վերաբերյալ էլի այդ ինչ որ մենք մեր թողարկումներից մեկում հենց քննարկել էինք, որ ասում են արժանապատիվ խաղաղություն, այդ արժանապատիվ խաղաղությունը իրանք ոնց են պատկերացնում։ Մեկը տակը գրել էր բան, որ Թուրքի դեմը կզած չեմ, դա ինչ որ sense որ արտահայտություններ, բայց իրանց համար փաստացի ստացվում արժանապատիվ խաղաղությունը կամ արժանապատիվ համագործակցությունը կամ առհասարակ ինչ որ կոմունիկացիան Ադրբեջանի հետ պետք է լիներ մենակ ոնց էր այդ իրանց խաղաղապահ կոչեցյալների ղեկավար Մուրատով, հա, այդ իրանց համար արժանապատիվ է նա, որ Մուրատովը սամալյոտով ինքնաթիռով գնում է, բերում է, այդ իրանց համար արժանապատիվ է, բայց որ Հայաստանն է արդեն կարողանում առանց միջնորդների, առանց ինչ որ բարեխոսման կամ ոչ բարեխոսման ուղղակի ինչ որ ասեն պետք է արա հիմա, դա ընդունելի է, բայց հենց որ բանը հարցած։ Հա, ֆիքսենք, որ նախ սա փոխանակում չի եղել, որովհետև այդ երկու վարձկանները հանձնվել են Սիրիային եւ առանձին կորցակներ են եղել Ադրբեջանի հետ եւ Սիրիայի հետ։ Թուրքիայի միջոցով են դա։ Այո, եւ ֆիքսենք են, որ մեր 4 հայրենակիցները վերադարձել են Հայաստան ու հուսանք, որ մնացած 19-ն էլ առաջիկայում կվերադառնան։ Սա նախադեպեր ինչ իմաստով, որ Բաքվի դատանում կեղծ դատավարությամբ այս մարդկանց դատապարտել էին ծանր հանցագործություններով եւ փաստացի արդեն վճիռներ կար 20 եւ ավել տարիների ազատազրկումներով, բայց այդ մարդկանց ազատ արձակեց Բաքուն, այսինքն հնարավորություն կա, որ մյուսներն նախադեպ ստեղծեն։ Հուսանք կլինի այս process-ը եւ հենց այդ ամեն ինչը, քանի որ արվում է շատ ոչ թե ոչ եթերային, այլ այն առումով, որ ոչ հրապարակային նկատի։ Ոչ հրապարակային եւ դա արվում է առանց լուր առանց շահարկելու։ Ինչ որ դա հենց իսկ եթե դա արվեր, եթե դա լիներ քաղաքական, որ իրանք ասում են ընտրությունների հետ կապված, իմ կարծիքով ավելի շահավետ կլիներ, որ ինչ որ 1-2 ամիս ջուր թիզերային դա ամեն ինչը պահվեր, որ տեսեք հեսա կլինի այդ պահը, հեսա կլինի։ Բայց մենակ այնց լիք գեյներին վերադարձել Ադրբեջանից նախընտրական շրջանից շատ ավելի շուտ ու կապ չեր ունեցել ընտրությունների հետ, այսինքն ինչ է նշանակում, երբ գերի կապ պետք է ասեն նախընտրական, հա, թող կա, թող ընտրությունների օր կա, թող կա ընտրությունից մի օր հետո թող կա։ Դե որ չազդի միշտ ցանկացած բան դե ամեն դեպքում չեմ հիշում մեր քաղաքական գործիչներից ով էր ասել որ փաստացի ընտրությունների հաջորդ օրվանից սկսում է նախընտրական շրջանը հաջորդ ընտրություններին ու այդ տրամաբանությամբ ուրեմն պետք է այդ 5 տարին կառավարությունը ազգային ժողովը եւ մնացած բաները ոչ մի բանով չզբաղվեն ինչա թե ընդդիմությունը չկարանա ասի ընդդիմությունը բայց չխորանանք շատ իրանց վրա իրենք ինչ էլ անենք շահարկելու են բայց Քրիստինե Վարդանյանը ստատուս էր գրել ասում էր չպետք է գեյների հարցը քաղաքականացվի եւ նախընտրական բանի վերածել եւ այո հազիվ մի ճիշտ բան ասել չպետք է դա անել ու դուք եք տանում իշխանությունը երբեք չի ասել որ այ տեսեք գեյի ենք բերել մեկ գնացեք մեզ ընտրեք այդպիսի բան կյանքում չի եղել դուք եք ասում որ այ գեյները բերեցին որովհետեւ նախընտրական շրջանը դադարեցրեք տենց բաներ անել տենց բաներ խոսել մի շահարկեք գեյները ոչ բերելը ոչ չբերելը էլի տենց մի հատ լրատվական կոչեմ թե ոնց կոչեմ օրագիր նյուզը որ զբաղված է փողոցում ինչ որ abstract vox pop-ներով զբաղվելու հարց էին տվել ասում էին նորմալ է որ գերիների վերադարձի մասին մարդիկ տեղեկացել են Նիկոլ Փաշինյանի գրառումից ստատուսից ես այդ քաղաքացիներից ոմանց դեմքն եմ հիշում որ ուզում էին հասկանային ինչ պետք է պատասխանեն ասեն այո ու անցնեն գնան թե ինչ որ կամ թեկուզ այդ լրագրողը որ այդ հարցը տալիս էր ինչ էր ակնկալում որ իրան հաճելի նյութ ստանար ինչ պատասխանես ասում ոչ պետքա ով ասեր այդ դեպքում ռուսաստանցի օլիգարխը ով բիզնեսմեն ով պետքա դա ասեր էլի որ իրանց սրտով լիներ այդ լրատվականի ռուսաստանցի օլիգարխն էլ վերջապես կուսակցություն ստեղծեց բայց հələ ուղղակի գրանցել է համապատասխան մարմիններում ընդ որում ոչ թե ստեղծել է այլ նախորդ տարի ստեղծված հայամետ կուսակցությունը վերանվանափոխել են հունվարի 16-ին եւ դարձել են ուժեղ Հայաստան եւ առաջիկայում ամենահավանականությամբ այդ կուսակցությամբ են մասնակցելու ինչ որ մոտ ռոլիկ էին տարածել ում ռոլիկում Թրամփն է sense
ու զամանում է, հետո Չինաստանի ղեկավարը Սի Ցինպինն է ու հետո ով էր Մակրոնը, բա Պուտինը չկար։ այ քորը ոնց Փաստորեն ես ես չեմ տեսել այդ տեսանյութը, թե ճիշտ ասած։ Մակրոնն էր, Թրամփն էր, Մակրոնը, հետո Սի Ցինպինը ու բաներ, էլի, այդպես փաստորեն լավ պերճխանակ։ Եվ Ռուսաստանի նախագահին չեն արել կամ վախեցել են, արհեստական բանականությամբ, կամ վախեցել են կամ էլ բանը մտածել են չասոցացվենք։ Այսօր էի տեսել։ Ու գերեն որ շուտով, 2001 25 թվականի ինչ որ շուտով բան պետք է տեղ ունենա։ Հա, բայց այդ երբ որ մեր թողարկումը արդեն հրապարակված կլինի։ 21 21-ին պետք է որ թողարկված լինի երեկոյան։ 20-ին ինչ որ բան։ 20-ին։ Այդ ինչ ծնունդից նվեր են անում, հա, ինչ որ ինչ պետք է լինի։ Լավ, ինչևից է, բայց այդտեղ հարցն է, որ ես չեմ տեսել տեսանյութը, բայց տեսել եմ այդ տեսանյութը քննադատող post իրանց կողմնակիցների կողմից ռեժիսոր Մհեր Մկրտչյան, եթե չեմ սխալվում։ Հա, Մհեր Մկրտչյան, Ֆրուզիկ Մկրտչյանի եղբոր որդին։ Եղբոր որդին, հա, ճիշտ է, Մհեր Մկրտչյան։ Ինքը դե հայտնի աջակից է հետամասամբ կամավորական, ապա քաղաքական եւ ցանկացած շարժման այդ հիմա է իրանց աջակից այն ժամանակ քոչանականն էր, եթե չեմ սխալվում Տաշի Սամոյի համար կինո նկարել։ Եթե չեմ սխալվում, մեր համար էլ է ցանկացել կինո նկարել, ինչ որ հա չստացվեց գնաց Քոչանյանը նկարեց, հիմա եւի օրինակ Տաշի Սամոյի բանտարկության մասին կարող եմ ուզի նկարել։ Հա, բայց չէ, ինքը քննադատել էր, գրել էր հարգելի մեր ձևով մի խոսքով այդ իրանց եսի ինչ ներկայացուցիչներ, էլ տենց բաներ մի արեք ու ընդհանրապես վերանայեք ձեր ինչ որ տենց մեդիա ապակաղական այդ մանկամիտ այդ բուլկի պահվածքը հենց այդ էլի որ ամբողջ համացանցը ինձ տենց ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, որոնք որ քաղաքականությամբ առանձնապես չեն հետաքրքրվում, ուղարկում են իրանց գովազները, ասում են Ժորժ ջան, հնարավոր է սա ստոպ տանք, մենք չենք ուզում այս բանը ստանանք էլի էս ասում են դեն that not interested տվեք ասում են չի օգնում այս մի ծակը փակում ես ուրիշ ծակից են դուրս գալիս բոլոր տեղերում իրենց արշավներ բայց ինչպես մենք այն ժամանակ արձանագրել ենք դա մարքետոլոգի տրամաբանությամբ են ապա ապա քաղաքական նույն անունն էլ է հիմնարկի բան լինեն կամ տենց բրենդային խանութի հա բայց մարքետոլոգներ այդ մարքետոլոգներն են ու ինչ որ ես կարծում եմ այդ բոլոր քաղ տեխնոլոգները նույն մարդիկ են, չէ, կամ բայց նույն մարդիկ են։ Քաղ տեխնոլոգ չեն դրանք, անունները։ Դե իրանք են այստեղ ներկայացնում, բայց այդ զգում ես այդ ուժեղի հանդեպ իրանք ինչ բան ունեն, ասես թուլություն ունեն, ամենտեղ իրանք փորձում են ուժեղ լինեն։ 2021 թվականին, նայ 2021 թվականին Ռոբերտ Քոչյանը հանդես էր գալիս այն լոզունգով դեպի ուժեղ Հայաստան, հետևե պաստառներ էր, որոնք կրած դեպի ուժեղ Հայաստան, ու այն սլաքը, հետո տենց ռոլիկների վերջում կար դեպի ուժեղ Հայաստան, Ռոբերտ Քոչյանը ներկայանում էր որպես ուժեղ լիդեր, որպես միակ տղամարդու այդ կերպարով, այդ կարծրատիպով այդ չգիտեմ մանկական տրավմա ունի երևի դե բոլորը ոնց ու տենց այդ կերպարով էր հանդես գալիս ուժեղ տղամարդը ու ուժեղ տղամարդը մինչև քոքը մաշվեց հիմա սրանք են փորձում Սամվել Կարապետյանին ներկայացնել ուժեղ տղամարդ բան դեպի ուժեղ Հայաստան ու այս ամսի 16-ից ինչ այդ ուժեղ Հայաստան կուսակցությունը վերանվանել փոխել են անընդհատ ամեն ռոլիկում ասում են ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավար, թույլ Հայաստանը, ուժեղ Հայաստանը հաղթելու է թույլ Հայաստան, ինչ-որ փողոցը հաղթելու է տաճարի, բան։ Դու հասկանաս նույն մարդիկ այս ճամբարից ասում են, այն ճամբարից ասում են, այն ճամբար։ Դե դրա համար ասում եմ նույն փողա տալիս, հա, իրանք գնում են։ Ինչ որ մեկը ասում է դա իրանց, ինչ որ մեկը դա իրանց ասում է։ Ասողներն են, էլի։ Բոլոր մարդիկ ունեն ոնց որ թե կամ նույն կրթությունը, կամ նույն մեդաջիկ են, կամ նույն թուլությունները։ Մարդիկ են, պրոստը փողանդերից են տալիս, ընդեր են գնում կթում, հետո այն մյուս տեղը կթեն Սամվելին կթեցին մինչև քոքը մաշվեց ուրիշին են մինչև քոքը մաշելու այդ մարդիկ են մաշում քաղաքականապես իրենք են մաշվում բայց ֆինանսապես այդ մարդիկ են մաշում դրանց տեխնոլոգներ կոչվածներ են հա տեխնոլոգները ուղղակի կանգնել են պոպուլիզմի ծայրահեղ պոպուլիզմի պեդալի վրա այդ մարդիկ ընտրությունների մեզ են ընտրում այդ իրանց մարքետոլոգները եւ իրենց փաստաբանները քվեարկում են մեզ իրիկունենը վարշապետի նկարը տնում են չոքում տեմա աղոթում են լուրջ եմ ասում որովհետեւ իրեն այսպիսի շանս որ այդպիսի ապա քաղաքականապես տագետ մարդկանց կթելու երբեք այդ փաստաբանները չեն ունեցել չեն ունենա հա բայց մարքետոլոգները իրանց հետ ամեն դեպքում մենք չմտնենք այդ իրանց
գնորդ եւ վաճառող փոխհարաբերությունների մեջ խնդալու է։ Ինձ հաճելի է, օրինակ դա Հայաստանի տնտեսական ակտիվությունն է բարձրացնում, հնան է աճացնում։ Այդ առումով բավականին օգուտ են տալիս, ներդրումներ է, էլի Հայաստան գումարը պատտվում, այդ գումարը շղթայական իր էֆեկտը տալիս է մեր հնայի վրա։ Այդ մարդիկ անում են ավելի գնողունակ, իրենք ծախսեր են կատարում, մեր սպառողական սպասարկման ոլորտն է հզորանում։ Դե հատուկ գնում են սրճարաններում, որ բանան են քննարկեն իրենց լուրջ մտքեր, բայց դերից մատուցողն ու պարմենն են փող ստանում։ Ինձ ամենաշատը այս ամեն ինչի մեջ դուր չի գալիս այն փաստը, որ իրանք ունենալով այդ ռեսուրսը, ֆինանսական ռեսուրսը, փակում են դաշտը ու քաղաքականությունը տանում են այդ մակարդակի վրա։ Լրագրողներն են փող ստանում կներես։ Լրագրողները ստանում են, հա, դե իրանք լավ կապրեն։ Մի կողմից, բայց ես օրինակ իմ համար նորմալ չէ, որ իրանք այդ նույն ձևաչափով ամեն ինչ անում են ու մենք ստիպված ենք թողենք նորմալ քաղաքական բանավեճը կամ բանավեճի իմիջիայլոց այդ ուժեղները բանավեճից բան ինչի են խուսափում այս կականից ուժեղ բանավեճողները մեռան ուժեղ լինելով այդ նկարներից վարատից բացի չեն կարողանում կենթանի մարդու հետ բանավեճել հա ընդհանրապես դե հիմա օրինակ որպես համակարգող կամ իրանք այս պահին փաստացի ամենա այդ մեդիա ակտիվ կամ երևացող պերսոնաժը Նարեկ Կարապետյանն է, բայց մենք Նարեկ Կարապետյանի գնաց մարդ հասավ ԱՄՆ Տակեր Քարլսոնին, որ հարցազրույց տա իբր Տակեր Քարլսոնը գիշերները չէր քնում, մտածում էր երբ Նարեկ Կարապետյանը մտնելու քաղաքականության մեջ մի հատ հետո բան ինտերվյու վերցնի, ու տենց այն մարդիկ ովքեր պատրաստ չէր ասում հա մեկին պատրաստ չէր Չգիտեմ, թեկուզ նույն ազատությանը թող գնա մի օր Կարլեն Ասլանյանին հարցազրույց տա կամ իրան ոչ հաջո մարդկանց, բայց ինչու այդ Տակեր Քարլսոնի թեման իհարկե շատ հին էր, բայց դե դա էլի sense շատ էպիկ ոնց որ բան լիներ։ Այդ Եվրոտուր ֆիլմ կար, հիշես, որ բան էին ԱՄՆ-ից ուսանողներ գնացել էին Եվրոպա ու տենց չէին կարում հասկանային ոնց վարվեն Եվրոպայում, ինչ անեն, տենց տարբեր պատմությունների մեջ էին մտնում, այդ Եվրոտուրներ լրիվ ուղղակի իրեն գնացել էին ԱՄՆ Այն բան կոմեդիաներից է, տենց 2000-ականների տենց տափակ կոմեդիաներից է, տենց ուղղակի մեկը բանանի կլեպի վրա ընկնում, հա, տենց բանա, ու իրանց երկու բան զարմիկների արկածները ԱՄՆ-ում, որ եկել էին բուրգեր ուտելու, կամ այդ ռուսաստանցի գործարարի որդին Instagram-ում Հագն Ալեքսանին եւ Ռուբեն Ռուբինյանին ինչ որ մեմերի վրա թագ անելու բանամոտը, ես դրա մասին իմացա պուկ հա ու ամենաշատը ինձ զայրացնում է որ մենք լինելով քաղաքականացված ու կուսակցությունը ամեն ինչ անում է որ քաղաքական լինի կուսակցությունը մեր խոսույթը լինի քաղաքական աշխատում են քաղաքական օրակարգը ձևավորվի հենց բայց մենք առաջ նայի հա բայց նայի իխի ես չեմ զայրանում տենց իմ համար ժպիտ է ապարքեվում իրանց քայլերը ու տենց թեթև փոցվելու ցանկություններ է տենց բանալու երբեմն հակադարձելու երբեմն փոցվելու որովհետև ինչպես ես նշեցի ես իրանց դրական կողմից եմ նայում են իմաստով որ ներդրումներ են բերում Հայաստանում մեր տարբեր ոլորտներ զարգացնում են իմաստով որ սպասարկման ոլորտն է զարգանում լրատվական ոլորտն է փող ստանում չի զարգանում բայց փող է ստանում Բայց լավ կլեր զարգանար բայց մյուս կողմից էլ նայ մենք քաղաքական առաջարկ խիստ քաղաքական առաջարկ մեր քաղաքացիներին անում ենք դա իրական Հայաստանն է դա խաղաղության օրակարգն է դա տնտեսական նաև մեր առաջարկներն են մեր քաղաքացիներին այս մարդիկ անում են պոպուլիստական որ մարդը իրանք մտածում են մեր քաղաքացիները մնացել 2000-2010-ականների մեջ որ գնան ասեն գործարանք սարքենք բան այս մարդիկ հավատան գնան ընտրեն բայց այս մարդիկ տեսել են չէ որ քո հայրիկը եղել է իշխող ուժի ոչ ամենա երկրորդ երրորդ մարդը ֆրակցիայի ղեկավար ու այդ մարդու կառավարման տարիներին է որ բանակն է թալանվել, այդ մարդու կառավարման տարիներին է որ կոռուպցիան է աճել, այդ մարդու կառավարման տարիներին է որ ընդհանրապես Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեն է խզվել այդ աստիճանի նկատի ունեմ ֆինանսական տեսանկյունից։ Լավ տեղ խոսակցությունը ես սա իհարկե չենք մենք քննարկել, բայց կարծում եմ իզորու ենք,
մեր դիտողներին է ասենք, որ մենք նախորոք շատ հազվադեպ ենք ինչ-որ բան քննարկում, ինչի մասն ենք զրուցելու, ինչ խոսվում է լրիվ անկեղծ է եւ իմպրովիզ է, այդպես ասած, բայց մի հատ այդ թեման կարելի է քննարկել, դու որ զգացել ես, որ հստակ ոչ մի իմը տես օրինակ մենք ցույց ենք տալիս կառուցվող ճանապարհները, դպրոցները, ինչա տեղի ունեցել էս ընթացքում, ինչ որ բարեփոխումներ եւ այլն եւ այդպես շարունակ հստակ փաստերով։ Ունես չեն ժամանակ վիդեոկամերա չի եղել կամ ֆոտոտեսախցիկ չի եղել, երկուսն է եղել է, բայց ես փորձում եմ հիշեմ թե երկրորդ նախագահի, թե երրորդ նախագահի ընթացքում արված ինչ որ բան, որտեղ որ իրանց հարցնում ես ձեր ժամանակ դուք ինչ եք արել երկրի համար, ասում էին Զատո Ղարաբաղը մերն էր։ Ասում ես, օքեյ, Ղարաբաղը կար։ Եվ էլ ինչ կար, որով որ Ղարաբաղը չէ։ Հայաստանի բնակիչները դրանից կարող էին ու այնօր տենց մի հատ բլոգեր ոչ քաղաքական բլոգեր աղջիկ էր, մեկ այլ ոչ քաղաքական բլոգեր աղջկա հետ, այդ աղջիկը ռեպոստ էր արել վարչապետի Pink Floyd լսելու վիդեոն, թե սենց ինչ-որ մի բան, ու տակը տենց թեթև բան էր գնացել, տարիքային տարբերությունը իհարկե մոտ մի 6-7 տարի էր, ու երևում էր մի անգամից այդ ռեպոստ անող աղջիկը, որը տարիքով մեծ էր, շատ բաներ տեսել, են փոքրը էլի տենց բաուր է մեր այդ ամեն ինչը, ու փաստոցի մենք կարող ենք ֆիքսել, որ իրանք իրոք բացի ինչ որ sense պաթոսային եւ պոպուլիստական, դեմագոգիկ ու պոպուլիստական էլ չի դա, ամեն դեպքում պոպուլիզմը իմ համար այս ուտը, հա, այս պոպուլիզմը իմ համար այնա ինչ որ պետքա հաճելի լինի բնակչությանը, բայց լսելու տեսանկյունից ունենք գործանք կսարքենք, դա պոպուլիզմը ու սուտ ասենք, հաճելի է լսել, բայց չեն անելու։ Բայց չէ, դու որ ասացիր, որ իրանք ժամանակ ունեցել է փաստաց, եղել է ֆրակցիայի ղեկավար, եղել է աշխատակազմի ղեկավար, կարծում եմ Ռոբերտ Քոչյանի կառավարման ընթացքում էլ առանձնապես տենց ցածր դերեր չի ունեցել երկրում։ Ու այդ ընթացքում ոչ միայն իրանք, նաև ասում եմ հանրապետական կուսակցությունը, բայց հանրապետական իսկի Facebook-ում չկային։ Հանրապետական կուսակցությունը 2018 թվականի հեղափոխությունից հետո Շամազանովը Facebook-յան էջ բացեց։ Facebook-ում կար մենակ Արմեն Աշոտյանը։ Ես բանակում այդ ժամանակ Շամազանովը մեկի հետո Սերժ Սարգսյանի էջ էր հայտնվել մի հատ, մարդիկ գիտեն թե Սերժն էլ էջ բացել, պարզվեց fake էր։ Մտնում բաներ էին կնում, բան, օ Սերժը ինձ follow տվեց, բան դες, ես այդ հիշում եմ այդ բանը։ Իրանք ընդհանրապես նույնիսկ Facebook-ում չկային։ Դրա համար հիմա որ լագոները փողոքում են, որ օ դուք փակվել եք, չեք պատասխանում մեր հարցերին, մեր սահմանափակել մեր իրավունքները, բան, ես ժողովուրդ ու որ հիշեցնում բան նախկինում ասում են նախկինում մենք չէինք հարցնում, հարցեր չէինք տալիս, մենք ավելի ազատ ենք, երբ մենք սահմանափակված եղել, բան, ժողովուրդ ջան, հա, որ գտնեիք հարց կտայիք, որտեղ եք բռնում իրանց, չգիտեմ, ազգային ժողովում կարողանում եք բռնցնել, չէ, որտեղ եք բռնցրել, հարց տվել որ։ Դե ազգային ժողովում էլ բռնցնելն է, տենց ունես չի բռնցել։ Ոնց պատգամավորներին եք բռնցրել, խոսքի գործադիրում եք բռնցրել։ Դրա համար ազգային ժողովը ինչքան օդիոս կար, հա մենք ճանաչում էինք, բայց կառավարությունում ինչ էր կատարվում, ինչ Ամենպրեսի կարգի բաներ էին տալիս էլի, որ Ամենպրեսը որոշեր, իրանք որոշին Ամենպրեսով մի բան հաղորդել կհաղորդեին, կամ Սերժը կանչեր իր սիրելի կամ իրեն լոյալ լրատվամիջոցների խմբագիրներին կամ ներկայացուցիչներին կնստեցներ 30 իրոսում դա 4-5 հոգի լրագրող էր էլի մեծ հաշվով դա էլ էր էլի շատ բանի մասը բան ուներ էլի փուլ էր հա որոնցից ինչ որ է հիմա ասենք կարողանում են ցանկացած պաշտոնյայի Facebook-ով Messenger-ով գրել ու ամեն հավանականությամբ պատասխան կստանան Հա, միանշանակ։ Ասենք շատ պաշտոնյաներ խոսնակի կարիք չունեն։ Կոմունիկացիայի մասով էլի նկատի ունեմ, ոչ թե ընդհանրապես կողմնակի։ Ես իհարկե չեմ ուզում քո բախտակից ընկերների նույն ինքը գոլեգաներին անդրադառնալ, բայց վարչապետի անցած բրիֆինգը կառավարության նիստից հետո ես տեսնում եի քո աչքերում այդ ֆեյսպալմը եւ բանը հիասթափությունը ստեղծված իրավիճակից, բայց դա նորմալ չի կարծում եմ խոսքի ազատությունը այդ իրոք մեկ-մեկ շփոթում են ու ես մի քիչ արդեն կուզենամ Տիկին Ղազարյանից Թագուհի իր
բանից վերցնել, իր սիրելի թեմայից վերցնել եւ մի քիչ գրականությունից խոսալ, չէ, գրականությունից խոսալ։ Ես երկրի հակառակ կողմը կարդացել եմ բանակում։ Չարտնագրենք, որ Վիպսմեջ Ջեբեջյանը նորա կարդացել կամ չի կարդացել եմ կամ ինչ-որ Facebook-ում հանդիպել ինչ-որ մեկը պոստարից, ես չէի իմանում ինչի մասին է գիրքը եւ որպես քաղաքական գիրք էի վերցրել։ Չի սպասել մեդիա առիթի էլի, այտենց, բայց օքեյ, ոնց ուզի։ Հա, բայց դա գալ հարցնել ու դա փորձել, այսինքն գրականությունը փորձել ներկայացնել որպես դու գիտեիք այս մասին, այդ նույն մակարդակի բան էր իմ համար պահվածք էր ոնց որ 7-րդ դասանցի երեխան որ միսակ մեծարենցի մի քիչ ավելի բան կինոյին մարդիկ կան չէ հատկապես այնպես փոքր են երևի տարիքով փոքր կամ ավելի տարիքով շատ մեծ մարդիկ որ մտածում են կինոյի մեջ են որ հերոսը մահացավ մեկի մյուս կինոյի մեջ տենում են այդ հերոսին ասում են ոնց չէր մահացել հա դե այդ պատկերացումն է կա որ տենց իրական դիմ բանն էլ իրականություն գեղարվեստական գրականության մեջ հպարտանում եմ քո դիմադրողականությամբ եւ համբերատարությամբ այդ ամենի հատկություն հա որովհետեւ ամեն դեպքում բացի լրագրող լինելուց դու նաեւ քաղաքական բավականին պերսոնաժ ես եւ այդ բանը որ պահում ես այդ բալանսը որ պահում ես որ չես դադարում լինել լրագրող որտեղ որ դու պետք է լրագրող լինես եւ այստեղ նստած քաղաքական բայց ամեն դեպքում ես զուտ խնդրում եմ որ մի քիչ վերանային լրագրողները իրենց կամ այսօր օրինակ լսելով քեզ գիտեմ որ չեն լսել չեն ընդունել բայց կարծում եմ համաձայնվողներ շատ կլինեն նաև դա պարտադիր չի օրինակ Վիպսմեջ Ջեբեջյանը այտենց ունի հստակ քաղաքական դիրքորոշումներ եւ ընդ որում նաև լրագրողական որակներ հա ենթադրաբար բայց այսօր էլ օրինակ Նարեկ Կիրակոսյանը Ֆակտորի ու կարծում եմ շատ լավ ենք վերաբերվում Ֆակտոր TV-ին որպես լրատվական բայց Նարեկ Կիրակոսյանը հա ես տենց շփում չեմ ունեցել իր հետ բայց ամեն դեպքում բայց այս օրինակ Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր բրիֆինգ ընդհատել որտեվ ամեն դեպքում միջև վերջ նայել Ռուբինյանի բրիֆինգը հա Ռուբեն Ռուբինյանը մի բան ասում Նարեկը դրան հակադարձում է ասում եմ բայց ես ինձ հարց եք տվել թույլ տվեք ես պատասխանեմ էլի այդաբեր ինչին մի խոսքով այտենց 4-5-րդ դեպքից դեռ դա պատահում է բայց պինգ-պոնգից հետո արդեն ասեց լավ ես գնամ երևի որովհետև չգիտեմ ես քեզնից նման բան օրինակ չեմ տեսել ու կարծում եմ դու բան չես ինչ որ հատուկ Լարի Քինգը իր ձեռքով չի օրնել քեզ դու բացարձակապես ասում ես ինձ եմ օրնել որպես կուսակրոն լրագրող պետք է որ ամեն դեպքում հա այդեն շատ թեմայից թեմա թրանք բայց ինչի սահուն եկանք հա բայց ու խառը ստացվեց խառը ինչպես մեր ոդկասթը այո որ մենք ենթադրում ենք կարևոր ընթացքում ֆուտբոլի ճիրանները չընկնենք սկսենք ֆուտբոլից խոսալ թե չէ Բարսելոնան 3 պարտվեց հա արդեն դե ամեն դեպքում դա ոնց որ այն թեման չէր ինչ կարելի է շոշափել ռեալներից Սոսիեդադն էր այս անգամ բայց ինչևից է կարևորը դուք գոնե այս պահին մեկ միավոր առավելություն ունեք այո բայց ես կուզենայի մի քիչ ավելի այդ բանավեճը որ ասացիք երկու բլոգեր աղջիկների այդ բանավեճի մասին շատ հետաքրքիր մատ անունն է ասա էլի չգիտես բայց բլոգեր են հա տենց հերոսի մեջ իրանք ոնց ավելի շատ բլոգեր ասելը սխալ կլինի իմ կաս կոնտենտ մեյքեր են այդ տենց կներկայացնեմ իրանց ինչ են անում տենց մեմային ռիլեր այդ տենց ինչ որ հումոր կիսահումորային կիսակյանքային կարելի ասել իրանց ոնց հա բայց տրենդ չեն նկարում էլի ավելի շատ հակված են դեպի հումորային կոնտենտը հա հասկացա մոտավորապես ինչ կատեգորիա հա բայց ես նույնիսկ մեկին անձամբ ճանաչում եմ Որին մեծին թե փոքրին փոքրին համասարանական տարիներից դե քանի որ ես գնացել էի ծառայության հետ եմ եկել արդեն ինձնից մոտ 3-4 տարի փոքր խմբի հետ էի դե արդեն իսկ այդ մեծը որ ասում ես մի 6 տարի մեծակ ինչ տարիքի է ինքը կարծում եմ քո կամ 94-5 այդպես այսինքն ինքն բաներ կա որ կհիշի 90-ականների երեխա է այդպես ասած քեզից 90-եղ այո իսկ ես այտենց այդ բաները հիմա չեմ հիշում այդ միլենիալ ջենզի մենզի միլենիալները մենք ես միլենիալ եմ ըստ էության թե ջենզի ես դու
Հա, չէ։ Jay-Z-ն ես դու։ Լավ, այդ բանը թողենք մի կողմ, այդ մի քիչ խոճուճ թեման թողենք մի կողմ։ Այդ աղջիկը ենթադրում 2005-6 թվի ծնված է։ Արդեն, հա։ Ու բանավեճը որ, այսինքն բանավեճը որն է, տենց ինչ որ ինքը էմոջի էր դրել face palm-ի, տենց հիասթափության ու տենց այդ աղջիկն ասում էր իբր ինչ ես դրել։ Ու տենց տեղից սկսեց բանավեճը, ու այդ աղջիկն է տարիքով ավելի մեծ է։ Ներկայացրեց, որ ես գնացել եմ դպրոց, նստել եմ, չգիտեմ, վերարկույով դասի, տենց ինչ որ ավել պակաս խոսալու համար շատ բաներ պետք էր մտածել, ում մոտ ինչ խոսաս, ում մոտ ինչ չխոսաս, մի խոսքով էլի, տենց։ Լսի, մեր այդ 2005 թվականին ծնված երեխեքը, հիմա որ օրինակ 20 տարեկան են, իրենք չեն հիշում, իսկ 7 տարի առաջ եղել են 13-14 տարեկան, այդ քո ասած թվականից 2005 թվականից օրինակ։ Ու ինքը օրինակ չի հիշի, որ Սյունիքում կար Լիսկա, որ Գյումրիում կար Վարդանիկ, ճիշտ է ինքը հիմա էլ կա, բայց ինքը այն Վարդանիկը չի, ինչ որ այն ժամանակ էր, որովհետև ինքը հիմա չունի կենտրոնական իշխանության հովանավորությունը ու ինքը չի մտածում, որ ինքը ինչ ուզի կարանի, իրան ոչ մեկ չի հետապնդի։ Չի մտածում, որ ամեն մի շրջանում, ամեն մի մարզում կար իր բդեշխը, որտեղ այդ համայնքում երիտասարդությունը պետքա ռուսերեն խոսքը չի, ниже травы тише воды։ Այսինքն ինչ որ բան կար, սահման կար, որ դու միջև այդ սահմանը կարող էիր։ Դրանից ավել մարդիկ աշխատում էին այդ թաղերում չեն։ Նույնիսկ Երևանի վարչական շրջաններում կար այդ պարտադիր չի համայնքներում լիներ դա։ Այդ թաղերում բարձր չխոսալ, այդ թաղերում ճռիկով չանցնել, մամից սիգնալ չտալ, աշխատում էին շարի, կարող է ոչ մի բան տեղի չունենալ, բայց սիգնալ միգնալն է զա։ Շարից փորձանքից հեռու մարդիկ մի քիչ ավելի այտենց աղմկոտ բաներ ես ներկայացնում, բայց մարդիկ մտածում էին, ոչ թե մարդիկ մտածում էին, այլ Ավգոն չանեն այս ավտոին։ 10-ից 8-ը փորձում էին չառանձնանային, իսկ այն առանձնացողներն էին, ինչ որ ձև դառնում էին Իզգոյ, մարգինալ։ Իզգոյ կամ կարող է տենց ապես ինչ է, ճուտոն կոմպոզիտոր այդ բաներ են։ Այտենց ինչ որ պերսոնաժների արկայությունը ինժեներ բալայի կերպան է ինձ։ Դե հենց հեղափոխություն ինժեներները տենց ինչ որ կամ չգիտեմ երաժիշտներ ճուտակերին ծաղրի առարկան են։ Չէ, դու ոնց որ թեմայից մի քիչ շեղվեցիր, բայց դա էլ է շատ կարևոր թեմա, որ հիմա որ ասում է կրթվելը նորաձև է, որ Տիկին Աննա Հակոբյանը սկիզբ դրեց այդ ամեն ինչին, ու տենց կրթվելը միշտ նորաձև էր, այդ լուրջ կրթվելը միշտ նորաձև ա եղել, ձեր ժամանակ կրթվելը նորաձև ա եղել, դրա համար այտենց պատանիկ, թե ասում են հենց այդ հա, տենց կլիշե դառել, դոձիկ, սովորողը տենց դոձիկ է, տենց պերսոնաժ է, բանակում տենց խելոք սովորողը բան է, յազխա, չմոյա, բան այդ տիպի ինչ որ այդ միջանձնային հարաբերությունների մեջ որ տենց դրված էր, որ հիմա ընդ որում շատ բաներ կա ենթամշակույթը, դա քրեական ենթամշակույթ է։ Այդ քրեական ենթամշակույթը հիմա էլ կա։ Հիմա գուցե մի քիչ ավելի կոտրվել է, մի քիչ այլ դրսևորումներ է ստացել։ Դրսևորումների կամ որ պահպանվել են, կամ որ անցել են։ Դες ես որպես մի քիչ ավելի երիտասարդ քեզնից բան անսովոր է իհարկե ասել քեզ երիտասարդ, որտեվ քչերը գիտեն որ դու ավելի ավոք սենդի ներկայացիչ ես, բայց ես իմ պատկերացումով, իմ հիշողություններով, երևի թե քո սերունդը մեծացել է բրիգադայի վրա, իմ սերունդի մի մասը սկսել է մեծանալ Որոգայթի վրա, ու ես հիմա ուզում եմ հիշեմ 2018 թվականից հետո եթեր հեռարձակվող հեռուստատեսային ալիքներից ինչ որ մեկով Որոգայթան նման, այտենց ինչ որ կրիմինալ, քրեական ենթամշակույթ կրող սերիալ եղելա թե չէ, ես չեմ հիշում։ Գոր Վարդանյանը, բայց դուրս է գալիս բաներով։ YouTube-ով այլ չկա բանով։ Ահա, TV-ներով։ Ու առհասարակ այդ կերպարը, որը որ կերտվել է, կրթվելու հետ կապված, ես վստահաբար կարող եմ ասել, որ կրթվելը միանշանակ նորաձև չի եղել 2007-ին, 8-ին, 9-ին ու այդտեղից սկսած, երբ ես ինձ տեն դպրոցական հիշում եմ, որովհետև դպրոցում երբ որ դասատուն կամ մանկավարժը զբաղված է այլ բաներով, ես օրինակ հիշում եմ, որ մեզ բան էին անում, որ ասում են վարչական ռեսուրս,
Ես հիշում եմ bez դպրոցում, որ Դպրոցի բոլոր մանկավարժները ներգրաված էին այդ վարչական ռեսուրսի մեջ։ Վարչական ռեսուրսի այդ է ներգրաված։ Ձեին հավաքող էին եւ դա ապացուցված փաստ է։ Ես չի իմանայի շատ բաներ կա, որ ասում են բանը, չէ, ասում են բան վճիր կա կամ ասում են բանը, այնպես խոսույթ հայ, ուր է Սաշիկի 50-ները, որ այդքան խոսում եք բան, բայց մի րոպե դրանք սա ապացուցված են։ Հենց Դանիել Իոնիսյանն ենք, FIP-ով կարծեմ, թե իրաց քաղաքացիներով, չգիտեմ։ Հստակ մարդիկ զանգել էին, դպրոցի դասատուներին, տնօրեններին, ավելի ճիշտ, տնօրեններին զանգել էին, մարդիկ թվեր էին ասել, բան էին ասել, ՍԱՍ-ի արտակի ընկերության 2017 թվականը 17, ոնց որ երբ ընտրությունները, զանգել էին ՍԱՍ-ի աշխատողներին, ՍԱՍ-ի աշխատողների համար Փարիզի տոմսեր էին մինչև անգամ դասավորում։ Սենդվիչ տոման, այսինքն դրանք փաստված են, բոլոր չէ, բայց դպրոցների մեծամասնության տնօրենները ներգրաված են այդ վարչական ռեսուրսներում ցայն հավաքելու գործընթացում։ Դասղեկներին 2000 թվականին ես հիշում եմ, որ մեր դպրոցում կային դեպքեր, որ դասղեկը կամ դասատուն այլ եւ նույնը չէ, բայց ինչ հակադրություն եւ նույնը փորձեցին անել Իոնիսյանենք նաեւ մեր իշխանության ժամանակ, երբ որ Երևանի ընտրությունների ժամանակ զանգում էին մեր մարզերի քաղաքապետերին, համայնքապետերին կամ չգիտեմ մեր կուսակցականներին, պաշտոնյա եւ ասում էին թե ցուցակ ներկայացրեք, բան թե ասել եք, չէ որ չընտրեք իշ կրնի, մենակ ասում էին, բայց ի՞նչ պետք է անեմ, որ մարդը ասի չէ, չեմ ընտրելու, ի՞նչ պետք է անեմ, ի՞նչ կարամ անեմ։ Ու դա ներկայացնում էին որպես վարչական ռեսուրս, բայց այնիշ մեր կուսակցականները գնացել քարոզ էին արել բացահայտ, ասել էին կընտրեք մեր տեխնացուին Երևանում, դուք Երևանի գրանցում ունեք, կգնաք ընտրեք մեր տեխնացուին ու ասում էին, բայց որ չընտրեն, ասեն չէ, բան, ասեր, հա ի՞նչ պետք է անեմ, ասում, ինչ մարդ եթե չուզի ընտրել, չեմ կարա։ Իմ բարեկամներին կարամ ասեմ գնացեք ընտրեք, այն էլ կամ կընտրեն կամ չեն ընտրի։ Հենց այդ որ հիմա բարձա չէ կոնտրաստը ֆիզիկապես անհնար է ֆիքսել ով ում ընտրեց ու այդ ամեն ինչի վրա չէ բայց այն ժամանակ էլ էր անհնար մարդկանց վախեցնում էին տարբեր մեթոդներով բայց կոնտրաստը ակնհայտ էր որ հստակ կար այդ վախը իհարկե որ այնտեղ այն ժամանակ տոտալ կերպով եւ մեծամասնությամբ ներգրաված էին այդ process-ներում, մարդկանց ահաբեկելով, մարդկանց առնելով, մարդկանց, չգիտեմ, խոստումներ տալով, այս դեպքում արդեն զուտ որպես կուսակցական ես քարոզարշավ ցանկացածի հետ կապված որ բացայտ հիմա ենք ասում, էլի ցանկացած 2026 թվականի ընտրությունները խնդրում ենք մեզ ընտրեք։ Դա վարչական ռեսուրս չի։ Ես ընկնելու եմ քարոզարշավի ընթացքում իմ բարեկամների, իմ ընկերների, իմ քաղաքացիների, իմ ծանոթների, իմ անծանոթների շրջանում խնդրելու եմ, հորդորելու եմ, որ գտան քաղաքացիական պայմանագրին ծային տան։ Դե հենց տես դու դա հիմա ներկայացնում ես այդ պրիզմայով, բայց որ հետ ես տալիս ժամանակը, որ ես ուղղակի կարծում եմ լավ կլինի մենք նաև մեր ձևաչափի մեջ ավելացնենք մի հատ sense կտոր, տենց նոստալգիկ բաներ անդրադարձնել զուտ տես արդեն այսքան մեր դիտողները կարող են տեսնել որ իսկ եթե դուք դիտում եք մեր ոդկասթը խնդրում եմ նաև բաժանորդագրվեք հավանեք տեսանյութը եւ մեկնաբանություններով գրեք նաև թեմաներ կարող եք առաջարկել ոնց մենք ոնց որ թե նման բանով չենք ներկայացել նման առաջարկով չենք ներկայացել մենք sense մի հատ բան ունենանք հատված ունենանք որտեղ որ քննարկենք այդտեղ ինչ-որ առանց պատրաստվելու, որովհետև կիսվենք զուտ ինչ-որ այդտենց զգացմունքներով, էմոցիաներով, որոնք որ եղել են այդ եւ քանի դրա մեջ եք պես շարունակենք այդ թեման։ Ու այ որ սկսում են ասել ինչ-որ բանը արվեց ընտրություններից առաջ արված ամենամեծ ֆոկուսը, այսպես ասած, Մաշտոցի պուրակներ, որի բնակիչ եմ եւ ես հարակից թաղամասի ու այդ Մաշտոցի պուրակը ես 12-13 տարեկան եթե չեմ սխալվում այդ ժամանակ ու տենց ինչ-որ ակցիաներ էին, անդադար ակցիաներ էին տեղի ունենում, որից հետո որ այդ Տարոն ջան սիրունշին տեղի ունեցավ, որից հետո եւ գնացին խորհրդարանական ընտրություններն էին այդ ժամանակ։ Այ դա էր քաղաքական ինչ-որ ու այն ժամանակ այդ բայց հələ էլ մի կողմ է։ Հա, այդպես լայցոտ բանից է սկսեցի։ Հələ եւ ես գիտես ինչի վրա եմ զարմանում ու մի տեսակ իմ համար դա իմ համար անձնական խնդիր է դարձել մեր Գյումրիի թեման մի քիչ վիրավորված եմ գիտես ինչի ապա հա նայ ես հիշում եմ 2000 մինչև 18 թվականի Գյումրին
ու մեր քաղաքացիներն է պետք է հիշեն ու ես դեռ տարիներ առաջ միջև կուսակցական անգամ դառնալս ես հեղափոխությունից հետո մի հատ նկար եմ պոստել հիմա չեմ գտնի երևի կամ կգտնեմ որ շատ ման կամ ոչինչ չեմ ճնճում իդեպ Շիրակ հյուրանոցներ քանդված կիսաքանդ կանգնած ու նկարված էր Շարլի հրապարակի այդ աստղի հրապարակի կողմից աշնա կամ ծմբրան վերջ բայց ցյունը հարված ցեխոտ փողոցներ են ցեխոտ ու քանդրտված ախ փոսերով փողոցներն այրևում կողքի այդ այգին որը անմխիթար վիճակում է այդ շենքը կիսականգնած մեծ անմխիթար գորշ վիճակ է անարևել եղանակ է դրելու գրել է որ ես մինչև 2017 թվականը դա այդ վիճակում ա եղել մոտավորապես մինչև այդ թվականները այդ հատվածը դա քաղաքի բավականին կենտրոնը տեղ է ինքը նես չի որ ծայրամասա հրապարակներից մեկն է ու մինչև 17 թվական այդ վիճակում ա եղել ես այդ մեր դպրոցը մոտ էր այդ հրապարակին ես այնտեղ դպրոց եմ գնացել տարիներ շարունակ այդ ճանապարհներով ու միջավայրը մարդուն ստեղծում է չէ միջավայրն ազդում քո վրա դու բարեկարգ միջավայրում ավելի հանգիստ, ավելի նորմալ մարդ ես մեծանում, քան երբ որ այդ ցեխոտ վիճակը հասկանում ես, չէ՞ ինչ իմաստն եմ ասում։ Ու ես ասում եմ, որ այս սրա համար ես չեմ ներելու նախկինին, երբեք չեմ ներելու, որովհետև ես 25-30 տարի անցել երկրաշարժից իրավունք չունի երկրորդ քաղաքը լինել այս վիճակում։ Եվ որ ես ամաչում եմ իմ երևանցի ընկերներին կանչել Գյումրի, որովհետև ես ներկայացնում եմ որ չէր եղել Գյումրիում, որ Գյումրին, բաբոք Գյումրին քաղաք, մենք իմ շլոպազություն ենք, չէ՞ որ լենականով քաղաք էր դուք բա Երևանը ինչ որ լենականը քաղաք էր բաման ու իրոք ինքը քաղաքային կուլտուրա է ունեցել տարիներ շարունակ ինքը միշտ է քաղաքային կուլտուրա ունեցել հատուկ մշակույթ է ունեցել ամբողջ Հայաստանի մշակույթով է ապահովել ու այդ միջավայրն էր ստեղծված մինչև 2017 թվականը Գյումրիում ու 2018 թվականից հետո ինչ որ հիմա մենք ունենք Գյումրիում անհամատեղելի է անհամեմատելի է նրա հետ ինչ ունեցել ենք ու հիմա շատ դեպքերում մեր քաղաքացիները մոռացել են այդ մասին դա լավ է որ մի կողմից որ մոռացել են բայց պետք է մի քիչ գոնե երբ որ մեզ վիրավորում են, երբ որ մեզ անպատվում են, երբ որ շատերը նկատի ունեմ, որոնք անում են այդպիսի քայլեր, կամ ասում են թե բայց ի՞նչ է փոխվել, որ բայց ի՞նչ է կարել, որ բայց մի մայթը, բայց մի զիբիլի ящիկը, որ մենք երբեք քաղաքային բան չենք ունեցել այդ իշխանություն։ Բասա, բանա, ասում են ժողովուրդ լուրջ եք ասում։ Ու մի դրվագել սա պատմեմ ու որպեսզի հասկանալի լինի ինչ ա եղել Գյումրիում ու ինչ կա։ Մի փողոց էին կառուցել, վերանորոգել, երկու դրվագ պատմեմ, մեկը հիմա Թուրքի մայլա կոչվող տղամասում է, Մարտուն Գրիգորյանց տների մոտ է, սալապատել էին բանով, տուֆ քարով։ Մի փողոց էլ այդ բարի գալուստի մոտերն էր։ Այդ փողոցը հիմնովին ասֆալտապատել էին։ Ումն դա Սամվել Պալասյանի կառավարման տարիներն են, արդեն 2012-ից այս կողմ, այսինքն գիտես ոնց էին ներկայացնում, ումն այդ հրապարակումները կան, առավոտ օրաթերթում կա, երկուսն առավոտում կա։ Դարի իրադարձություններ։ Հա, գիտես ոնց էր ներկայացում, ումն նկարներով բանով կա, լենտը կապած, երեխեք ասենց տարազը հակած բան, Գյումրեցու ֆայտոնով բանով տենց միջոցառում են, բանով դահոլ զուրնով բանով երկով բարով լենտը կտրում են, որ այդ փողոցի բացումն անեն, հետո մեկ է մյուս փողոցը, որ ասում եմ հիմնանորոգվել ասֆալտապատվել է, այդ փողոցեն դուրս եկել շապխչիները, չգիտեմ, այդպես նկարագրված է, գիտես, չէ, մեկն էլ կենտրոնում էր կարծեմ այդ փողոցը շապխչիները, չգիտես ինչերը, գլխակներով, չգիտես ինչով, տարազով ներկայացում են ցուցադրում, դες Գյումրվա կոլորիտ են ներկայացնում եւ այլն, էլի դահոլ զորնով, լենտով, բանով կտրում են։ Հիմա տարեկան եթե միջին ասված ասենք 22 փողոց է, բայց քանի որ մի մասը կարող է սուբվենցիոն ծրագրերի մնա մյուս տարվա, գցենք 15 փողոց։ Ամեն տարի Գյումրիում 15 փողոց, մայթ հիմնանորոգվում է, լուսավորվում է ու հասել են քաղաքի երկրորդական փողոցներ կան մեր թաղամասը, որ ես ծնվել եմ այդ պլաններ կոչվող այդ ծննդատանից ներքևի գտնվող հատվածը, ես ինչ ծնվել եմ ու մինչև 2021 թվականին է դա եղել, թե 22 թվականին ինքը գիտես ինչ տիպի ցեխի մեջ ա եղել, որ այսինքն խորը ոչ թե փոսեր լճակներ, որտեղ շտապակցություն չէր գալիս, տաքսի չէր գալիս։ Քաղաքացիական պայմանագիրը երբեք միանձնի իշխանություն չի ունեցել Գյումրիում։ Այո, ու մինչև մենք կալոշներով էին մարդիկ տեղաշարժվում այդ ցեխերի մեջ, մենք կետնակոշիկ էինք տանում, որ դպրոց հասնենք, փոխենք, ցելոֆոն էինք քաշում ոտերից։ Այդ պայմաններում մենք Ղարաբաղը մերն էր։
ասենք աբսուրդ էլի, ընդ որում այդ Ղարաբաղի թեման էլ շատ չխորանանք, բայց հայտնի է, չէ, որ դե ով է մեղավոր եղել, ինչքանով է մեղավոր եղել, մեր մեղավորությունն ինչքան է, նախկինների մեղավորությունն ինչքան է, եւ այլն, այսինքն նկատի ունեմ ժողովուրդ ջան, հարգելի երիտասարդներ, մենք այդպիսի պայմաններում ենք դպրոց գնացել, մենք այդպիսի պայմաններում գնացել ենք, ցրտին նստել ենք վերարկուներով, մենք դոմիկային դպրոցներ ենք, ես չէ, բայց մեր շատ քաղաքացիներ դոմիկային դպրոցներ ենք դպրոց գնացել, կամ որոնք որ շենքային եղել, ահավոր վիճակում են եղել, շատ երկարացրեցի, բայց ուզում եմ ասել, որ կամ այդ նույն բդեշխների մասին, որ խոսեցի, Վարդան Ղուկասյանից տան մոտ երկով տենց հեշտ էր անցնելը, տենց ինչ ուզեի ժաներ, հիմա ոնց որ անցնում են մարդիկ, Գորգի Սադով այդ մեր ավելի տենց զբոսնելը տենց հաճելի էր, դե մտավախություն է, որ հանգարց Վարդանի կենցից մարդ չրացվի, զայլա չունենք։ Հիմա տենց մտավախություններ դուք ունեք։ Բավոր հանկարծ ուզում եմ մեր ցանկացած ինչ որ քաղաքական գործիչի որպես բդեշխ պատկերացնեմ, չեմ կարող։ Երկար ինչ դու խոսում ես, այդ մտքումս այդ Ռոբերտ Ղուկասյանը լինի Սյունիքի բդեշխ, ու տես իսկ անի։ Դու պատկերացնում ես Ռոբերտ Ղուկասյանից այդպես բան։ Իսկ Սյունիքում պետք է 99%-ում ցեն ունենանք մենք։ Ընդհանրապես չեմ պատկերացնում ճիշտն ասած, բայց այդ քո ասածից ես էլ տենց մի ֆանտաստիկ պատմություն կար ու կարծում եմ դու էլ դա կհիշես, որ Ֆրանսուଆ Օլանդը ժամանել էր Հայաստան ու եկել էր, հա, Սարկոզին էլ էր եկել, Սարկոզիի պահով հիշում եմ, որ մեր դասարանը ստիպողաբար բոլորիս հանեցին, շպրտեցին փողոց, որ գնանք այդ դրոշերով ինչ որ տես բաներ անենք, հետո էլ Օլանդը 2013-ին էր ոնց որ թե եկե Միսակ Մանուշյանի պուրակն էին բացում, այդ Մաշտոցի պուրակը, որ տենց դարավ կտրուկ Միսակ Մանուշյանի պուրակ ու դե այդ Բյուզանդի փողոցի տխրարչակ տներից մեկը տենց ֆասադային առումով սիրուն տեսքի չի ու տենտ էին փռե ուրեն նկարով այս շենքի նկարեր ու միացած կտրել էին այդ տենտից մի հատված որ տեղի բնակիչները Ալիկ Ձյաձյան մտներ դուրս գար այդ հատվածում Ալիկ Ձյաձյան մենակ ինքներ մտնում դուրս գալիս ես յան եմ հիշում ասած ինչ եմ հիշում այդտեղ ամառազդապես բնակիչ կար, հա կար, ոնց չկար, բայց տեն շատ ծիծաղալու էր, էլի հա բալկոններն չէին թողեմ արդիկ բալկոնից դուրս գային, որովհետև բալկոնի համար չէին ֆայմը կտրեին այդ հատվածը, որովհետև բալկոնը կտրեին մի քիչ կերևար որ տոնը տենդա խոսքով տրենդը 2000 այ կարելի այդ տրենդ Ալեքսանդր Արնոլդը տրենդը 26-16 վրանում են, այսօր իմիջիայլոց մեր կուսակցությունն էլ արեց 26-16 այդ տրենդը ես օրինակ ուզում եմ հիշեմ 2016-ը չնայած տենց ուսանողական տարիներն էին 2016-ը տենց առանձնապես բարեբախտաբար ես տենց համասարում եմ սովորել որ ընդդիմադի եղած ժամանակներս խնդիրներ չեմ ունեցել իշխանական եղած ժամանակներս խնդիրներ եմ ունեցել դրա մասին կարծում եմ մի օր կխոսանք բայց ես թեման շատ երկար ասենց դեռ այդ նայում եմ մեր ռեգլամենտին դրա համար չեմ ուզում ունենք մի քիչ այդ բանի մեջ մտնեմ չէ տենց ես հիշողությունների գիրկը չէ դա հստակ հիշողություն է դա ես ծառայել եմ 2017-ից 2019 այսինքն ես 1 տարի ծառայել եմ Սերժ Սարգսյանի օրոք էդի որ չէ պատկերացրած չեմ հասցնի բայց մի երկու բառով կասեմ որ ես 1 տարի ծառայել եմ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 1 տարի ծառայել եմ արդեն հեղափոխությունից հետո ու բայց ես այնտես մարդ էի մանկալից դա պատմի բաբջան գտել ես չէ ուղղակի դա երկար կլի բայց ինչ որ չափով կարամ այդ ընդդիմադիրները որ ընդդիմադիրները ֆեյքերը այտենց շատ հաճախ այդ սիրում են այդ անդրավարտիքի թեման շոշափել կլինիկի անդրավարտիքի հա այդ ելակի պահնել բայց չէ այդ անդրավարտիքի պահը պետք է հիշացնել որ ու ես մի օր եթե ինչ որ մեկին շատ հետաքրքրի կարամ հրապարակեմ այն տուլիկների նկարները, որոնք որ ինձ ուղարկվել են, ու այդ տուլիկների մեջ չի եղել ինձ ինչ որ որպեսզի ես տենց շատ լավ ինձ զգամ, եղել է շարքային հիգիենայի պարագաներ, որը որ նորմալ է, որ մարդիկ ունենան այդ հիգիենայի պարագաները, բայց մեզ պահում էին ինչով, պահում էին այն մտքով, որ դե այդ ուժեղ պետքա լինել եւ հա էլի ուժեղ լինես բայց դե այ ֆորմի որով են ասում են հարմար ֆորմը տենց բան հա չի կարելի իրանք վարժվեն 4 վատ սննդային առումով ես հիշում եմ հեղափոխությունից անցել էր գետ մոտավորապես 1 ամիս
Սանեպիտկայանի ներկայացուցիչները մտան մեր զորամաս, դե բնակաբար զորամասյանը չեմ ասելու, չնայած շատերը գիտեն, ես որտեղ եմ ծառայել, մտավ զորամաս, Սանեպիտկայանի ներկայացուցիչները ուղղակի մեր ճաշանը տրաքացրեցին, ճաշարանի ղեկավարությանը ամբողջությամբ, որովհետև փոխաբերաբար իմաստով տրաքացրեցին ու նենց բաներ էին ասում, որ ասում են Ժորժ ջան, եկեք մենք չասենք մենք թե ինչեր ենք տեսել, չած մենք էլ ենք տեսել, մենք էլ ենք բան եղել, Նախ սովորական է, նարյադեղ է, մենք էլ գիտենք դա ինչա, բայց քանի որ հա ասենք, չասենք, ինչ, այդ էլ էր խնդիր, որ թեժ գիծ զանգելը, դե հետո էր արդեն թեժ գիծը հայտնում, այս թեժ գիծ զանգելը թեմա էր, էլի, չէր կարելի թեժ գիծ զանգել։ Բացի դրանից էլ հարցա դեռ հարցը կլուծեր, թե ավելի ուրիշ խնդիրների մեջ կգտնեի։ Հա, այդ կարող է ինչ-որ այդպես լոկալ լուծում ստանար, կամ հանդերձանքի հետ կապված։ Հələ ես չեմ ուզում այդ ռազմական չնայած ակտուալությունը արդեն կորցրել է, ես կամ այդպես բաներ ասեմ, որ մեր 2017 թվականին, որ ես ծառայել եմ, մեր ունեցած 5-6 մեքենաներից 4-ը բանով էին խոդին գնում, ռուչկով էին խոդին գնում, զլեր էին, այդպես հին ձևերով, բայց նաև լինում էր, որ այդ ռուչկենը չէր օգնում։ Այն միակ աշխատող մեքենան չէր քաշում, գալիս էր, հետևից խփում էր այդ մեքենային, տալչոկ էր տալիս, որ կարողներ բանալներ խոդինգներ այդ մեքենան ու կարողնեն գալիս էին մեզ տագնապ էին տալիս, զորավարժություններ կամ ինչ որ պետք էր տագնապ տալ, ստիպված այդ մի աշխատող մեքենան գալիս էր, մնացած 4-5 մեքենաների հետևից sense թեթև հարվածում էր, որ կարողնային այդ մեքենաները բան լինեին, այդ ստարտերը մի խոսքով էլ ես տենց առանձնապես չեմ հասկանում, ու այդտենց բազմաթիվ են այդ դեպքերը բնականաբար հեղափոխությունից հետո եկել են նոր մեքենաներ այնտեղ որտեղ բենզինը չէր պակասում էլ բենզինը հələ պակասելը հեչ է հələ այդ մեքենաները պետքա խոդին գնեն որ այդ բենզինը օգտագործվեր առհասարակ բայց եկան նորմալ լավ այտենց որ ասում են յուղը վրեն բառացիորեն յուղը վրեն մեքենաներ էին բերել ու այդ այնտեղն էր որը որ ասում էին որ ինքը ծախել է այդ տեղը այսինքն մեր իշխանությունը վարչապետի ծախել է այդ տեղը մարդ որ մի բան ծախում է այդ բանի մեջ այդքան ներդրում չի արվում իսկ այնքան բան ինչքան որ ես եմ տեսել ու կփաստեն բոլոր այդպես մեծ բավականին զորամասեր այդ բոլոր ծառայածները կարող են դրա մասին չէ Ղարաբաղում եմ ծառայել ու շատերը կարան դա փաստեն որ այսենց ուղակի իրանց աչքի վրա ինչպես են տեսել այդ փոփոխությունները սկսած մեքենաներից սկսած հանդերձանքից որ ես տեղափոխվել եմ սահմանապահ բանում եմ ծառայել, ստորաբաժանում եմ ծառայել, բան չկար։ Այդ Կեմբրիջի կասկեք էին ասում, այդպես ասած, չկար բան դրանից, ինձ տվել էին այտենց երևի երկրորդ համաշխարհայինի երկաթից sense մի հատ բան ես ջրծաղիկ էի հիվանդացել ու այն իմ տեղափոխության ժամանակ ես ոնց որ հոսպիտալից էի հետ եկել, արդեն ինչքան մնացել էր, սաղ վերցրել էին, ինձ մնացել էր մի հատ sense երկաթից բաներ են Սպասти рядового Ռայանն էի դարը ու տենց զորամասի հրամանատարը եկավ, ասաց, չէ։ Ասին դե չունենք էսա։ Ասաց դե էտա բան կամ կար բան չուներ այդ կոչկելու սարքից չկար, այդ զրահապատ բաճկոնները տենց չէին կոչկվում, սենց կախվում էր, այսենց որ հակնում էր մեջքը սենց օստեոխոնդրոզի մի խոսքով էլի, տենց որ սկսում ես ասել, ասում են, դա տղա չեք կարում, չէ, անցել ենք այդ ամեն ինչի մեջով, բայց այդ ամեն ինչի հետևանքը նա էր, որ միայն այդտեղ չէր այդ խնդիրները։ Դրանք երևացող պահերն էին։ Այդ գիտես ինչ եմ հիշել ես անկաս։ Ուրեմն ես մոտ 7-8 ամսվա ծառայող եմ, Սերժ Սարգսյանը գալիս է մեր զորամասի բաղնիկը բացի, բայց մենք 7 ամիս այդտեղ լողանում ենք արդեն, ուղղակի մի քիչ մաքրեցին, որ ինքը կա բացի այդ բաղնիկը։ Խոսքով, այդ բաղնիկ բացել փակելու մակարդակի էին իրանք սիրուն բանակը, հա, ու բնականաբար այդ բաղնիկները շատ կարևոր, բայց իրանք այտենց սննդային առումով էլ չեմ ուզում այտենց ինչ-որ մատերիալ բաներից խոսամ, բայց ամեն ինչ բառացի փոխվել է, ամեն ինչ բառացի փոխվել է, սկսված հենց այդ սովորական
չգիտեմ, մատերիալ բաներից, սնունդ կլինի եւ այդպես շարունակ, վերջացած տեխնիկական այդ ամեն ինչից, ամեն ինչ ես եւ ասում եմ, ես դա չեմ ասում որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ այլն, այլ ծառայող, շաքային, ասել եմ, հա, որտեվ մենակ ես դա չեմ ասում, ու այն ամեն ինչը ինչ որ բան չես ասում որ անստուգելի լինի լիքը մարդը ու իմ երկու եղբայրներն էլ ծառայել են արդեն հեղափոխությունից հետո ես չեմ հիշում մենք իրան բան ուղարկենք սնունդ ուղարկած լինեն կամ վերջում արձանագրենք որ այն կերպարը որ մեզնից կերտել են դա մեծամասամբ մեդիայի բանն է վերնագրերի մակարդակում մեզ ստեղծել են հա այդ կերպարը մեր համար ու երիտասարդները շատերը հենց դրա տակ են որ գնաս այդ երիտասարդի հետ որ տենց face palm emoji ատնում գնաս ասես խի ասենք մի հատ բացատրի օրինակի ինչ է ինքը չի կարողանա միջև վերջ քեզ բացատրել իր վերաբերմունքը մեր հանդեպ չի կարողանա դաժե մտնենք այդ խոսույթի մեջ իր ցանկացած խոսույթի մեջ մտնենք ինքը չի կարողանա միջև վերջ արգումենտավորել իր ասածները չի կարողանա չէ դրա համար ու ես չեմ իրանց դա նախատինք չի սա քննադատություն չի իրենց հասցեին այլ ես ուզում եմ որ իրենք մատ ուրիշ հայացքով կողքի հայացքով նայեն ասեն հələ մի րոպե էլի արի մեր ատելություն կլինի մեր չսիրել մեր հակակրանք մեր լոյալություն թեկուս լոյալներին էլի դնենք մի կողմ ու ցենց սառը հայացքով նայենք ու արդար գնահատական տանք դե ծառնից զատ իմ պատկերացմամբ դա խնդիրը նրանում է որ հիմա մենք չենք ուզում ասենք որ մենք դե ասեն դուք է լավի հետ համեմատվեք վատի հետ մի համեմատվեք ասում ենք օքեյ մենք լավի հետ համեմատվենք բայց ես այս թեման էլի գնում է հասնում ազատություն ռադիոկայանին, որ ազատություն ռադիոկայանը ցած փորձում է ձևանա որպես պաշտպանում ինքը այնքան ազատ է, որ պաշտպանում է բոլորին, բայց ինքը մոռանում է, որ ինքը նաև այդ պաշտպանելով բոլորին, մեզ փորձում է այտենց վատ բան ավտորիտար կամ ավելի վատ ռեժիմի բան հագցնի ավտոազատությունից մոռանում են թե ոնց էին հարձակվել իրենց գրասենյակի վրա ջարդում ու ասում որ մեր սերվերները բերեք տվեք հա ու տենց այդ ազատություն ռադիոկայանին չանդրադառնանք կարծես ավարտենք արդեն մենք այսօր մոռացել ենք մեզ այդ ջուր վերցնել եւ դրա համար այո անդադար հազում էի մյուս անգամ հիշենք վերցնենք դե կարծում եմ տենց էլի մեր ոճի մեջ շատ խառը ստացվեց բայց կարծում եմ դիտելու արժանի հա բայց բան անենք քննարկենք այդ ֆորմատը որ ֆլեշբեքեր առաջացնենք մի քիչ քանզի դա ես օրինակ դա մի քիչ խուսափում եմ այդ ամեն ինչից քանի որ հնարավոր է ստացվի որ մենք լավ բան չենք արել դրա համար փորձում ենք հներին բան անենք չէ մենք այնքան լավ բան ենք արել եւ այդ լավ բաների արդյունքն է այն որ նախկին բարքերը այլևս տեղ չունեն եւ տեղ չեն էլ ունենալու եւ մոռացվել են եւ մեր երիտասարդները չգիտեն որ տենց բան ա եղել ու չեն պատկերացնում թե ինչեր կարելի է կարող է լինել եւ մենք ստիպված ենք եւ ինչից ենք հենց ինչից ենք պրծել ու ինչի են տարիքով մարդիկ սատարում մեզ որովհետեւ իրենք տեսել են թե Լևոն Տեր-Պետրոսյանին թե Ռոբերտ Քոչարյանին թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիները իսկ միջին եւ ավակ սերունդի մեծամասնությունը մեզ է աջակցում ու դա պատահական չի մեր երիտասարդներն այդտեղ իրենց հարցեր տան թե այդ ոնց ստացվեց ոչ թե որովհետեւ իրենք ավելի երիտասարդն ավելի խելացի են մտածում են որ տարեսների դե հա դե հիմա մանիպուլացվում են մեզ մարդեն չեն հասկանում այլ լրիվ հակառակը իսկ այդ ամենի մասին հաջորդ շաբաթ կամ հաջորդ շաբաթ կամ հաջորդ դասին հաջորդ չորեքշաբթի մեր դեպքում բայց հաջորդ երկու շաբթի բայց արդեն ժողովուրդը կտեսնի դա չորեքշաբթի դե բաժանորդագրվեք եւս մեկ անգամ Civic AM-ի YouTube-յան ալիքին եւ ոչ միայն YouTube-յան Facebook-յան էջին էլ հավանեք մեր տեսանյութը կոմենտներում նաեւ առաջարկեք թեմաներ որոնք որ արժի քննարկել դա ձեր հիշողություններից է կարող եք հա դա շատ լավ առաջարկ էր եւ կհանդիպենք Stay tuned